Բրիտանական կամ ամերիկյան որևէ հեղինակավոր համալսարանում բակալավրի կրթություն ստանալու համար ավագ դպրոցի աշակերտը պետք է ստանա GCE A-Level դպրոցական որակավորում կամ անցնի այսպես կոչված A-Level առարկաներ։ Բուհական ծրագրերի մեծ մասը չի պարտադրում ընտրել որևէ կոնկրետ առարկա, սակայն առարկաները բնականաբար պետք է շատ հեռու չլինեն ընտրած մասնագիտությունից։ Հայաստանում այս որակավորումը տվող դպրոցներն ու կենտրոնները հաշված են, դրանցից մեկը Ազատ դպրոցն է։ 12-ամյա կրթություն ապահովող դպրոցը հիմնել է Ելենա Չեգոդաևան, 2024-ին միջին դպրոցն ավարտեցին առաջին շրջանավարտները։ Իսկ 2025-ին դպրոցը ստացավ Քեմբրիջի A մակարդակի հավատարմագրում։ 5 տարեկանից սկսած բոլորը կարող են դիմել։ Մինչև 9-րդ դասարանը կրթությունն ըստ ռուսական ծրագրի է, և A-Level, որի համար դիմում են աշակերտները, որոնք կարող են կրթություն ստանալ անգլերենով։ Պահանջվում է անգլերենի իմացության ավելի բարձր մակարդակ B1։ A-Level-ը շատ ծանր դժվար նախապատրաստական ընթացք է։ Սրան պետք է շատ մեծ ժամանակ ու շատ ջանքեր նվիրել։ Դպրոց ընդունվելու փուլը բաղկացած է 3 մասից՝ հարցազրույց, զրույց հոգեբանի հետ եւ ակադեմիական հատված, առարկայական թեստեր, ռուսերենի, անգլերենի, մաթեմատիկայի իմացության մակարդակը հասկանալու համար։ Ավագ դասարանների որոշ աշակերտներ 3 առարկայով չեն սահմանափակվում, ինչը նշանակում է շաբաթական եւս 5 ժամ ուսուցում։ Ինձ համար ամենաանսովոր բանն այն էր, որ ի տարբերություն Ռուսաստանի եւ Հայաստանի հանրակրթական դպրոցների, որտեղ ավագ դասարաններում 15 առարկա է դասավանդվում, այստեղ դասավանդվում է ընդամենը 3-4-ը։ Ավելի լավ կենտրոնանալու հնարավորություն ունենք։ Ես ընտրել եմ մաթեմատիկա, անգլերեն, ֆիզիկա եւ սոցիոլոգիա։ Աշակերտները ստիպված չեն ավագ դպրոցը ավարտելուն պես դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Եթե աշակերտը ուզում է, կարող է 1 ազատ տարի ունենալ, ընտրությունը կատարել ավելի հանգիստ։ Սերտիֆիկատը գործում է ավելի քան 1 տարի։ Կարող են դիմել նաև հայ աշակերտներ, եթե անգլերենի որոշակի պաշար ունեն։ 1 տարի է, ինչ ներդրել ենք այս ծրագիրը, տևողությունը 2 տարի է։ Մեր առաջին շրջանավարտները կարող են հանձնել քննությունը այս տարվա նոյեմբերին եւ դիմել բուհեր։ Չնայած դպրոցի գլխավոր այցեքարտը ավագ դպրոցի աշակերտների համար դեպի լավագույն բուհեր կամուրջ ստեղծելն է, դպրոցում սովորում են նաև փոքր ու միջին տարիքի երեխաներ։ Ավագ դասարաններին զուգահեռ գործում են նախադպրոցական դասընթացներ, ցածր ու միջին դասարաններ։ Հանրակրթական մյուս դպրոցների սխալները փորձում են չկրկնել, իսկ թե ինչ է հաճախ կատարվում դպրոցներում, պատմում են աշակերտները։ Հենց այդ վերաբերմունքը, երբ որ երեխաներին վերաբերվում են որպես կիսամարդ երևի այտենց, իհարկե դա կապ ունի ընդհանուր պատմության հետ Հայաստանի եւ Ռուսաստանի, որ այդ սովետական, պոստսովետական կրթական ոճը, մեթոդը։ Ցածր դասարաններում շաբաթական 2 օր առարկաները դասավանդվում են անգլերենով։ Միջին դասարաններում ռուսաց լեզու եւ գրականություն առարկայից բացի բոլոր առարկաները աստիճանաբար սկսում են դասավանդել անգլերենով։ Ավագ դպրոցում անգլերենով դասավանդվում են բոլոր առարկաները, իսկ բուն անգլերենի դասընթացներ աշակերտները անցնում են 0 դասարանից շաբաթական 4 անգամ։ Մինչև ավագ դասարաններ հայերենը եւս պարտադիր դասավանդվող առարկա է։ Մենք մեկ էլ մեր աշակերտների հետ նաեւ այդ տոնի արդիվ Մարինա Ցվետաևայի ոտանավորը թարգմանել ենք ռուսերենից հայերեն։ Դպրոցում գործում են ֆակուլտատիվ դասընթացներ՝ դերասանական վարպետություն, սքեյթբորդինգ, կավագործություն, աշխատանք կերամիկայի հետ, ֆուտբոլ, երգչախումբ, նկարչություն, բանավեճի ակումբ, ինտելեկտուալ խաղեր, գերմաներեն, շախմատ, ստեղծագրություն, իսպաներեն, ֆրանսերեն, օրիգամի, սեղանի խաղեր ու բազում այլ առարկաներ։ Դպրոցը օգնում է նաև պատրաստվել Ռուսաստանի միասնական պետական քննություններին։ 2025-ից 2026 ուսումնական տարվա դիմումների գրանցումը բաց է։